խոսվել է եւ ինչ բարձաբանում է ներկայացվել։ Լավրովը ասում էր, որ 2020-22 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով մեր համոզմամբ պահպանում են այն պայմանավորվածությունների մասին է խոսում, որ այդ թվականներին եղել է, եւ ասում է, որ մեր համոզմամբ պահպանվում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար։ Այս առումով Ուզում ջան, չհասկացա ինչ ասել։ Ինչ որ մի նախադասություն ակնարկ երակողմի հետ կապված եղավ, ես չեմ ընկալել, որ նա փակ, որ նա բաց, որովհետև անկեղծ ասած, Կանե ջան, ես հետո եմ իմացել, բայց խոսակցության ընթացքում անընդհատ ես չգիտեի, ես նույնիսկ չգիտեի, որ ուղիղ եթեր է։ Պարզվեց ուղիղ եթերը ես հետո եմ իմացել, որովհետև ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփման եւ ուղիղ եթերում խոսելու։ Ես հետագայում եմ իմացել, ինչ որ եթե չեմ սխալվում, կապված այն տրիպի հետ կապված, որ նմանատիպ ինչ որ բան, բայց գիտեք ոնց են, որ դրան ոչ արձագանքելու, ոչ շեշտադրելու բան չկար։ Նկատի ուներ, որ հա դե տենց մենք տարբեր բաներ ենք խոսացել, հիմա իրողությունը այլ է, ասում, հա իրողությունը այլ է եւ կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե տրիպի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում, որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է, որ իրենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն, որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների մեջ ենթադրում եմ, որ արդեն պետք է սկսված լինի։ Դի մասով Լավրովը որևէ հայտարարություն արել է թե ոչ։ Կոռեկտ չի, հիմա ես ամեն ինչ չեմ պատմելու, հիմա ամեն ինչ որ ասվել է բարձր, նույն տրամաբանության մեջ այն ինչ որ իրանք ասում են, այն ինչ որ մենք ասում ենք, նույն ձևի տարբեր ձևակերպումներով խոսացել ենք։ Հիմա շարունակում է գալուստները եւ ասում է, որ պետք է ներգրավվածություն ունենան դիպում, այսինքն ցանկանում են։ Ես ցանկանում եմ, բայց ժողովուրդ, ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ, եթե չեմ սխալվում, Գալուզին այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է, որ մենք այնտեղ չենք կարող մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է, ասել նման ինչ ձևակերպում։ Չէ։ Հա, ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի, այո, այլընտրանք չունի։ Ժողովուրդ, չի կարա դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է։ Ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ։ Չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես դες ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարցը, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է ստացվել է։ Եթե դուք այդ Նա ինքը թող վերջացնի։ Մասները բաներկացել է պարոն Սիմոնյան, այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը, քաղաքականությունը դա է, որ համաձայնություն չէ գալիս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է, ես չեմ հասկանում, որ Ամերիկայի կարող են համաձայնության գալ։ Ես չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գալ, բայց էլի մեր հետ քննարկելով, մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում, ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրեն, եկեք մի հատ բան, միտեղ կա, այդքան մենք էլ մտնենք բան, անեիք 100 տարի աստեղ եք, անեիք։